Այստեղից կանդրադառնանք։ Մեզ ասում եք, պարոն Վարդևանյան եկել է ստեղից մոտավորապես ասում է հետևյալը. հա դե մեկու մեջ գալու ենք, ձեզ վիրավորելու ենք, բայց դուք հո բան չի, բայց ինչի մասին է խոսքը, հարգելի գործընկերներ։ Միթե մենք պետք է այդ սխալին սխալով բան անենք, արձագանքենք։ Սխալ է, մենք ասում ենք, որ դա սխալ է։ Պարոն Վարդևյան, իսկ ենթադրաբար, օրինակ, падգամավորին հարվածելը եւս սխալ է, ճիշտ է։ Հիմա ենթադրենք ինչ-որ մեկը գնա եւ հարվածի, չեմ հիպոթետիկ, ինչ-որ մեկը գնա հարվածի ինչ-որ падգամավորի։ Տիկին Մանավանյան ասի, այո, դա սխալ է։ Հետո երկրորդ անգամ գնա։ Տիկին Մանավանյանը վստահ եմ ել ավելի մեծ էնտուզիազմով կասի, որ դա սխալ է։ Հետո երրորդ դեպքը Տիկին Մանավանյանը ես վստահ եմ, ինչքան հարված են Տիկին Մանավանյանը այդքան կասի, որ դա սխալ է։ Դա ձեզ կբավարարի արդյոք։ Ու հարց համար, չգիտեմ որ երրորդ։ Հարգելի գործընկերներ, այս նիստերը ինչ սկսել է փողկապով եք գալ, այսօր խի փողկապով չեք եկել, պարոն Վարդևանյան։ Պարոն Վարդևանյան, դուք, ասենք, լավ, հələ ասում է, ես ելնեի, Սեյրանը ելներ, վերադառնալով բանին, ջանդամ ասում է, դուք, պարոն Վարդևանյան, մի վարկյան, փողկապով չեք եկել, հարգելի գործընկերներ։ Լռություն։ Չէ, մի րոպե, կարող է որտեվ ազգային ժողովը մտածել եք, որ զոհասեղան է։ Կարող է որտեվ Էդգար Ղազանի կամ նույն ինքը հայ զինվորների մահը կամեցող սրիկայի այդ գործողությունները որպես այդպեսին պլանավորած են։ Լռություն դահլիճում, շարունակեք պարոն Ալեքսանյան։ Պարոն Վարդևանյան, տեսեք հարցը որն է։ Երբ որ ասում եք, որ հա լավ մի անգամ արեց, հիմա պետքա 10 անգամ պատասխանեք, չէ, պետքա 100 անգամ պատասխանենք։ Պարոն Վարդևանյան, բացատրեմ ինչի։ Բացատրեմ թե ինչու է պետք, որ մենք 100 անգամ պատասխանենք ու դուք էլ պետք է այդ 100 անգամը ընդունեք դա։ Ու դուք ընդունելու եք այդ 100 անգամը, երբ որ մենք ամեն անգամ գանք այստեղից, նայենք հայ զինվորների մահը կամեցող սրիկայի դեմքին եւ ասենք, որ նա հայ զինվորների մահը կամեցող սրիկա է։ Որտեղ ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը, պարոն Վարդևանյան։ Ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը։ Ու այն մտածմունքը, որ ասում է, որտեղ որ դուք սովորել եք, մենք այնտեղ դասավանդել ենք, էլի հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, թե մենք այդքան միամիտ ենք, այդ դեռահասական միամտությունը ունենք, որ դուք կարաք սենց ձևական, բարեկիրթ բան, սենց այս կոնտեքստը պահեք խմբակցության հիմնական դերակատարների դեմքով, բայց մի հոգի ունենաք, որը պարբերաբար պետքա գա բան ասի, ու դուք էլ հետո պետքա փորձեք մեզ համոզել, որ